Եթե Ռուսաստանը փակի շուկան հայկական արտադրանքի համար, Եվրամիությունը կբացի դուռը մեր ապրանքների առջև։ Ֆոն դեր Լայենի խոստումը Երևանում։ Գազի մատակարարումը դադարեցվելու դեպքում ինչ աջակցություն կստանանք Եվրոպայից։ Եվրամիություն դույլով ծիրան չէ ստանի, ժամանակն է թղթի վրա գրված սննդի ստանդարտները իրական դարձնենք, վարչապետը կառավարության նիստում։ Ոչ պեստիցիդներին պետք է արգելվի միջատասպան քիմիկատի օգտագործումը գյուղատնտեսությունում, օրենք կմշակեն։ Եթե ընտրությունների նախորդած 2 տարվա մեջ գոնե 1 տարին Հայաստանում չես ապրել, քվեարկելու իրավունք չես ունենա։ Իշխանական падգամավորների նախաձեռնությունը սվիններով է ընդունվել։ Ալեն Սիմոնյանը չի վերցնի падգամավորական մանդատը, նա հրաժեշտ է տալիս խորհրդարանին։ Եթե անգամ ուկրաինական դրոնի հարվածի տեսանյութ եք հավանել համացանցում, ձեր մուտքը Ռուսաստան կարող է արգելվել։ Սահմանը հատելիս այսուհետև QR կոդ է պետք։ Ինչու է Հայաստանում գիտությունը անհրապույր երիտասարդների համար։ Գիտնականների թիվն ուղիղ համեմատական է գիտությանը ֆինանսական հատկացումներին։ Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության վերապրողներից վերջինը, Մերի Վարդանյանը, 112 տարեկան էր։ Եվ կենթանաբանական այգին նոր բնակիչներ ունի Նանոն ու Մանոն, մանուլների կատված ցեղատեսակից։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր թողարկումն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Երևանը կարող է հույսը դնել Բրյուսելի վրա։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն է հայտարարել Փաշինյանի հետ հանդիպմանը։ Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը վստահեցրել է, որ եթե Ռուսաստանը փակի շուկան հայկական արտադրանքի համար, Եվրամիությունը կբացի դուռը մեր ապրանքների առջև։ Նա խոստացել է, որ Եվրամիության հետ առևտրի 80%-ն այլևս մաքսատուրքերի ենթակա չի լինի։ Ռուսաստանի կողմից գազի դադարեցման դեպքում էլ կօգնեն բազմազանեցնել էներգամատակարարումները։ Ֆոն դեր Լայենը կրկնել է Բաքվում հնչեցրածը 200 միլիոն եվրոյի ներդրումներ կանեն տարածաշրջանում։ Եվրաչինովնիկները Բաքվից միանգամից Երևան են այցելել։ Կառավարական շենքում Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը զուգահեռ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիաներ են։ Ազատություն քաղբանտարկյալներին կարգախոսով։ Հայաստանի և Ռուսաստանի միջև օրեցօր լարվող հարաբերությունների ֆոնին եվրոպացի պաշտոնյաները Հայաստանին փորձում են մխիթարել ու սատարել եվրոփողերի փոխանցման խոստումներով։ Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո, օգնելու, ամրացնել և բազմազանեցնել ձեր առևտուրը։ Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազրույցի ընթացքում հունիսի սկզբին։ Եվրոպական հանձնաժողովը նախագիծ է ներկայացրել Եվրամիության անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Դրա ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանը կդառնա առաջին երկիրը, որը չունենալով Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ազատ առևտրի համաձայնագիր, կօգտվի այդ գործիքից։ Այսինքն մեզ հետ առևտրի շուրջ 80%-ն այլևս մաքսատուրքերի ենթակա չի լինի։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարեց, թե Հայաստանը կարող է հույսը դնել Եվրամիության վրա։ Եթե Ռուսաստանը փակի շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի դուռը հայկական ապրանքների համար Եվրոպական միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Եկել եմ ասելու, որ կարող եք մեզ վրա հույս դնել։ Ռուսաստանի կողմից էներգետիկ հնարավոր ճնշումների դեպքում էլ ըստ ֆոն դեր Լայենի Եվրամիությունը պատրաստ է սատարել Հայաստանին էներգամատակարարման բազմազանեցման հարցում։ Նաև այն դեպքում, եթե Մոսկվան բարձրացնի գազի սակագինը կամ դադարեցնի կապույտ վառելիքի մատակարարումը Հայաստանին։ Մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմազանեցնել իր էլեկտրամատակարարումները։ Հաջորդ շաբաթ փորձագետները Եվրամիությունից Հայաստան կժամանեն։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ։ Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով եւ հարուստ փորձ ենք կուտակել։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի ձևակերպմամբ, բացի տնտեսական երաշխիքներից, Եվրամիությունը նախատեսում է խոշոր ներդրումներ անել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերում։ 200 միլիոն եվրո ենք տրամադրել, որը լծակների կիրառմամբ կարող է հասցվել մինչև 2 միլիարդ եվրոյի։ Սրանք կարևոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար։ Փաշինյանի խոսքով տրանսպորտային ուղիների ներառական ապաշրջափակմանը զուգահեռ առանցքային նշանակություն է ստանում նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը։ Այդ թվում հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի
եւ կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։ Նիկոլ Փաշինյանը ֆոն դեր Լայենի հետ ճեպազրույցում բացառեց 2013 թվականի իրավիճակի կրկնությունը։ Այն ժամանակ Հայաստանը հրաժարվեց Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրից եւ որոշեց ԵԱՏՄ ուղղությամբ գնալ։ Ըստ Փաշինյանի նման շրջադարձն այսօր անհնար է։ Առավել եւս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնավորապես բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Մյուս կողմից, սակայն ըստ Փաշինյանի, Հայաստանը երբեք խնդիր չի դրել եւ չի դնի ճգնաժամ ստեղծել Հայաստանի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդի և հանքային ջրի արտահանման համար հուլիս ամսվա համար շուրջ 4 միլիարդ 99 միլիոն դրամ աջակցություն կտրամադրվի, գործադիրի այսօրվա նիստում են որոշել։ Կանխատեսումների համաձայն հուլիսին արտահանման ծավալները կկազմեն 13,000 տոննա պտուղ, շուրջ 1,4 միլիոն լիտր հանքային ջուր, 200,000 լիտր շշալցված գինի, 500,000 լիտր կոնյակ, 70 տոննա ջրացված միրգ ու բանջարեղեն և 140 տոննա իշխան ու թարապ։ Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, հիմա մնում է, որ պրակտիկ մակարդակում կարողանանք այն լուծել, ասել է ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո կառավարության նիստին գնացած Փաշինյանը։ Ես ուզում եմ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական եւ շրջադարձային պահ է, որովհետև Եվրոպական միության 450 միլիոնանոց շուկան, որը բարձր գնային սեգմենտի շուկա է եւ որը բայց նաեւ բարձր ստանդարտների շուկա է, կներեք բանով մենք չենք կարա Եվրամիություն դույլով ծիրան տանենք, չենք կարա։ Եվ սա նորմալ է, որովհետև մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք եւ վերջո լավ առիթ է, որ մենք նաեւ մեր սննդի, մեր ստանդարտները, որ մենք ունենք թղթի վրա, նաեւ իրական կյանքում իրականացնենք։ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի բազմաթիվ տնտեսվարողներ շարունակում են կիրառել պեստիցիդներ, որոնք վաղուց արդեն արգելված կամ խիստ սահմանափակված են զարգացած երկրներում։ Դրանցից մեկը բազմաթիվ երկրներում արգելված քլորպիրիֆոսն է, որը մեր երկրում լայնորեն կիրառվող միջատասպան է։ Գիտականորեն ապացուցված է, որ այդ նյութը հանգեցնում է նյարդաբանական զարգացման խանգարումների, հատկապես երեխաների մոտ։ Այն Հայաստան է ներկրվում հիմնականում Չինաստանից։ ԿՊԱ-ական падգամավորները օրենքի նախագիծ են առաջարկում, որով կառավարությունը իր լիազորության շրջանակում կսահմանի պեստիցիդների արգելման կարգը։ Մեր պետությունը արգելում է միայն այն պեստիցիդները, որոնք որ արգելվում ներառում են Ռոտերդամի կոնվենցիայով արգելված պեստիցիդների ցանկում։ Մինչդեռ հատկապես ներկայումս, երբ մենք արտահանման դիվերսիֆիկացիայի լրջագույն խնդիր ունենք եւ նպատակներից մեկը եվրոպական շուկայում մեր գյուղմթերքի վաճառքի հնարավորությունն է, պետք է դիտարկենք այն ռիսկերը, որոնք առկա կլինեն, եթե մենք չարգելենք Հայաստանում պեստիցիդների այն տեսակները, որոնք որ խստիվ արգելված են Եվրոպական միության տարածքում։ Երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են եւ պետք է ծառայեն երկրի շահերին, այսօր ասել է վարչապետ Փաշինյանը, նա ուշադրություն է հրավիրել հանգամանքին, որ արդեն մեկնարկել են Գյումրի, Ախուրիկ եւ Երասխի հատվածներում երկաթուղու վերականգնման աշխատանքները, ընդգծելով, որ երկաթուղիները Հայաստանի սեփականությունն են եւ պետության շահերից ելնելով պետք է արդյունավետ կառավարվեն։ Նրա խոսքով բոլոր գործընթացներին լիարժեք ներգրավված է նաեւ Հարավկովկասյան երկաթուղին, որը տեղյակ է կատարվող քայլերին եւ ռուսական կողմի թիկունքում Հայաստանի կառավարությունը որևէ քննարկում չի ունենա երկաթուղու կառավարման շուրջ։ Մենք աշխատանքային քննարկումները շարունակելու ենք, այդ թվում Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ մեր դիրքորոշումները չեն փոխվել եւ չեն փոխվելու։ Ոչ թե չեն փոխվելու օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ մենք չենք կարող ուղղակի դիտորդի նման հետևել, թե ոնց կարող են այդ թվում մեր գործողություններ չձեռնարկելու պատճառով միջազգային երկաթգծերը գալ մտնել Հայաստան եւ Հայաստան մտնելով էլի շրջանցել Հայաստանը, դա չի կարող այդպիսի բան լինել։
Իդեպ ճեպազրություն Փաշինյանը ասել է, որ վաղը մեկնում է Իրան, նա մասնակցելու է փետրվարի 28-ին ամերիկյան առաջին հարվածից զոհված Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորությանը։ Փաշինյանի խոսքով շփումներ են լինելու Իրանի ղեկավարության հետ։ Նշեմ, որ Իրանի իշխանությունները ուրբաթ սպասում են 100 երկրի ներկայացուցիչների ժամանմանը Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար։ Այժմ այն մասին, թե ինչ են դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Եթե ընտրությունների նախորդած 2 տարվա մեջ գոնե 1 տարին Հայաստանում չես ապրել, քվեարկելու իրավունք չես ունենա։ Իշխանական падգամավորների նախաձեռնությունը սվիններով է ընդունվել։ Ալեն Սիմոնյանը չի վերցնի падգամավորական մանդատը, նա հրաժեշտ է տալիս խորհրդարանին։ Եթե անգամ ուկրաինական դրոնի հարվածի տեսանյութ եք հավանել համացանցում, ձեր մուտքը Ռուսաստան կարող է արգելվել։ Սահմանը հատելիս այսուհետև QR կոդ է պետք։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Ռուսական զինուժի հարվածից Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում զոհերի թիվը գերազանցել է 29 տասնյակից ավելի վիրավոր, կա այդ թվում 2 երեխա։ Ըստ ռուսական կողմի հարձակման ընթացքում օդից, ցամաքից և ծովից արձակված բարձր ճշգրտության 70 բալիստիկ հրթիռ և շուրջ 500 հարվածային անօդաչու թռչող սարք է կիրառվել։ Վաղը Կիևում հայտարարված է սգո օր ի հիշատակ մայրաքաղաքի վրա Ռուսաստանի ամենազանգվածային հարձակման զոհերի։ Ռուսական կողմի հնարավոր մասշտաբային հարձակման մասին Ուկրաինայի նախագահ Զելենսկին դեռ նախօրեին էր զգուշացրել այսօր այցելելով ավերածությունների վայր Զելենսկին ասել է, որ 131 բնակելի շենք է վնասվել, նրա խոսքով որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, քանի որ փլատակներում դեռևս մարդիկ կարող են մնացած լինել։ Զելենսկին ասել է, որ այսօրվա հարձակումը ամբողջ պատերազմի ընթացքում ամենազանգվածայիններից մեկն էր, ինչի համար Ռուսաստանը պատասխան կտա։ Ռուսաստանը պատասխան կստանա Կիևի վրա այսօրվա հարվածի համար, դա հաստատ է։ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում ուկրաինական անօդաչուների հարձակման թիրախում է հայտնվել Կստովո քաղաքում գործող Լուկոյլին պատկանող նավթավերամշակման գործարանը։ Տարեկան 17 միլիոն տոննա նավթ վերամշակող ռուսական բանակի համար բենզինի և դիզելային վառելիքի հիմնական արտադրողներից մեկը համարվող ձեռնարկությունը Ռուսաստանում հզորությամբ 4-րդն է։ Հարվածից հետո գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել։ Հիշեցնեմ, որ Ռուսաստանը սկսել է բենզին և նավթ գնել Հնդկաստանից, քանի որ նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարվածների պատճառով երկիրը կամաց հայտնվում է վառելիքաէներգետիկ ճգնաժամի մեջ։ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում գտնվող սրճարանում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 11 մարդ ստացել է վնասվածքներ, հաղորդում է ՍԱՆԱ գործակալությունը։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել սրճարանում։ Միջադեպից հետո անվտանգության ուժերը գործողություն են սկսել դեպքի վայրում, տարածքը շրջափակվել է, տուժածներին տարհանել են։ Առանց վիզայի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար ուժի մեջ է մտել նոր կարգավորում, ըստ այդմ ուղևորությունից առաջ անհրաժեշտ է ներբեռնել RULD պաշտոնական հավելվածը և նախապես լրացնել համապատասխան հայտը։ Փորձագետների դիտարկմամբ հավելվածի միջոցով ձևավորվող թվային պրոֆիլը կարող է օգտագործվել նաև միգրացիոն իրավախախտումների պատմության վերահսկման և երկիր մուտք գործող անձանց ռիսկայնության գնահատման նպատակով։ Նրանք նաև հիշեցնում են, որ բեռնա և ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների համար հավելվածում գրանցվելու դեպքում Ռուսաստանում գտնվելու թույլատրելի ժամկետը կկազմի տարեկան 180 օր։ Հիմնական փոփոխությունը Հայաստանի քաղաքացիների համար այն է, որ նրանք նախապես կկարողանան տեղեկանալ իրենց նկատմամբ գործում է արդյոք Ռուսաստան մուտքի արգելքը, թե ոչ։ Անգամ եթե RUID-ով մարդը ստանա QR կոդ եւ հասնի սահմանին, ու սահմանապահը տվյալ պահին ունենա որոշակի կասկած, որ այդ անձը կարող է այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար սպառնալիք հանդիսան, օրինակ իսկ հեռախոսը պահանջի, ստուգի եւ տեսնի, որ ինքը հավանել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի վրա հարձակվող դրոնների ինչ-որ տեսանյութ։ Դա բավական է, որ անգամ QR կոդի արկայության պարագայում մարդուն դրվի անժամկետ մուտքի արգելք եւ նա վերադարձվի Հայաստանի Հանրապետություն։ Իրենք ունեն այդ իրավունքը ոչ միայն սահմանին, նաեւ ՌԴ տարածքում։
Եթե ընտրություններին նախորդած 2 տարվա մեջ գոնե 1 տարին Հայաստանում չես ապրել, քվեարկելու իրավունք չես ունենա։ Իշխանական падգամավորների նախաձեռնությունը խորհրդարանում ընդդիմությունը սվիններով է ընդունել։ Քաղաքացիական պայմանագիրը ընտրական օրենքում փոփոխությունը հրատապ կարգով 24 ժամյա ռեժիմով քննարկելու եւ քվեարկելու է բերել։ Ընդդիմությունը պնդում է Սփյուռքի 100 հազարավոր մեր հայրենակիցների ընտրելու իրավունքն է խախտվում այս փոփոխությամբ։ Իշխանական թևի կարծիքով դրսում ապրողը իրավունք չունի իր քվեով ազդել Հայաստանում բնակվողների ընտրության վրա։ Մինչև սահմանադրական դատարանը խորհրդակցական սենյակում նոր գումարման խորհրդարանի ճակատագիրն է վճռում, լիազորությունների սահմանագծին հասած ազգային ժողովում արտահերթ է։ Իշխանականները ընտրական ցենզի նախագիծն են դահլիճ հասցրել, որ հաջորդ ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենան միայն այն քաղաքացիները, ովքեր քվեարկությանը նախորդած 2 տարուց առնվազն 1-ի ընթացքում Հայաստանում են եղել։ Ու թեպետ ազգային ժողովի նախագահը դեռ հարցի քննարկման մեկնարկը չի տվել, ընդդիմությունը բացել է թեման։ Կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները բերվում են հապշտապ, առանց պատշաճ հանրային քննարկման, առանց բոլոր շահագրգիռ կողմերի թերև դեմ կարծիքները լսելու։ Ընտրական տուրիզմը սահմանափակող նախագիծն ըստ ընդդիմության հանրային պահանջ չի ունեցել, ինչն իբրև հիմնավորում ներկայացնում են ՔՊԱ-ականները։ Այստեղ իշխանությունը հակադարձում է, ընդդիմադիրները հանրային պահանջի մասին չեն տեղեկացել, որովհետև չեն լսել հանրությանը։ Եվ այո, նախագիծը պետք է քննարկվի։ Հա, հարցում եք ինչ, որտեղ քննարկենք, որտեղ քննարկենք, հես եկել է ազգային ժողով, եկեք քննարկեք։ Քննարկում նստեության Սփյուռքը բավականին վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել, սա ըստ նախագծի հեղինակներից ՔՊԱ-ական Ալխաս Ղազարյանի։ Պատգամավորն ասում է, հատկապես մեր դեպքում մեծ Սփյուռք ունենք։ Մարդիկ փաստացի չապրելով Հայաստանի Հանրապետությունում կարող են որոշել իմ, ձեր ու մեր երեխաների ապագան։ Եթե ես եմ ընտրում իշխանությունը եւ կրում եմ դրա հետևանքները, հետեւաբար ես պետք է ընտրեմ իմ իշխանությունը եւ վերահսկողություն ինչ որտեղ էլ իրականացնեմ իշխանության բոլոր գործընթացների վերաբերյալ։ ՔՊԱ-ական պատգամավորը հղում է անում միջազգային փորձին Դանիա, Իռլանդիա, Կիպրոս, այս երկրներում եւս ընտրությանը մասնակցելու հնարավորություն ունենալու համար չափորոշիչներ կան, որոնց համապատասխանել է պետք։ Ընդդիմադիրները հարցնում են, իսկ ինչու իշխանությունը հաշվի չի առել Մեծ Բրիտանիայի օրինակը, որն էլ վերջերս չեղարկեց ազգային օրենսդրության այդ սահմանափակումը։ Շատ մեծ հարց է Ռուսաստանից այստեղ ժամանածները իրականում ում օգտին են քվեարկել։ Շատ մեծ հարց է։ Մեծ հարցի պատասխանը, ինչպես ձևակերպում է ընդդիմադիր պատգամավորը, իշխանականները գիտեն, խորհրդարանական վերջին ընտրություններին Ռուսաստանից եկել էին նաև հենց ՔՊ-ին ձայն տալու համար։ Անձամբ ես շատերին գիտեմ, որ Ռուսաստանի Դաշնությունից եկել են հատուկ մեզ քվեարկելու համար։ Ընդդիմությանը համոզել իշխանությունը չի հաջողում դահլիճում իրավական, տեխնիկական խնդիրները դեռ չեն պարզվել, կենտրոնական ամբիոնից նոր թեզ է շրջանառում ընդդիմադիր պատգամավորը։ Սա ներքաղաքական հարցերը լուծելու նախագիծ է արտաքին ուժերին բավարարելու համար, Աղվան Վարդանյանի բանաձևմամբ։ Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Ադրբեջանա-թուրքական հանրությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը, հրատապ կարգով 24 ժամյա ռեժիմում քննարկել քվեարկելու սկզբունքով ՔՊԱ-ականներն ուզում են նաև պատգամավորական երթման տեքստը փոխել, որ 9-րդ գումարման ազգային ժողով գան ու պարտականությունները ստանձնեն ոչ թե հանուն համազգային նպատակների իրականացման, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ հզորացման համար։ Վերջում էլ անկախ քաղաքական հայացքներից բոլոր պատգամավորներն իրենց կուսակցության քարոզչական տեքստը հիշեցնող խոսքեր է պարտադիր հայտարարեն։ Փառք նահատակներին եւ կեցը Հայաստանի Հանրապետություն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից եւ 9-րդ գումարման խորհրդարան չի գնա, նա այսօր հրաժեշտ է տվել ազգային ժողովի անձնակազմին։ Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը ասել է, որ նեղսրտած չէ վարչության եւ կուսակցության որոշումից, որով նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնում հաստատվեց Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։ Սիմոնյանը ասել է, որ քաղաքականության մեջ իրեն պատկերացնում է միայն ՔՊ-ի եւ Փաշինյանի հետ աշխատելու համատեքստում։ Նա անհեթեթություն է որակել լուրերը, ըստ որոնց իբր հավակնում է հանրապետության նախագահի պաշտոնին։ Ես ենթարկվում եմ իմ վարչության որոշմանը եւ չեմ շարունակի ազգային ժողովի նախագահի պաշտոնում, նեղվածություն որպես այդպեսին չունեմ, ենթադրում եմ, որ ինչ որ փուլում, ինչ որ տեղում օգտակար կլինեմ մեր երկրին, կշարունակեմ օգտակար կլինեմ մեր կուսակցությանը, ես վարչապետի հետ քննարկել եմ, ինչպես նաև վարչության հետ եմ խոսել,
չեմ վերցնի մանդատը եւ չեմ գա ազգային ժողով, որպես падգամավոր շարունակելու աշխատանքը ուզում եմ մի քիչ նախ եւ առաջ ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Ով է իրականում կարիքավոր, ով ոչ, նպաստառուների ցուցակների վերջին թարմացումներից հետո Սյունիքում հսկայական թվով ընտանիքներ զրկվել են պետական աջակցությունից։ Ահազանգի հետքերով իմ գործընկեր Քնարիկ Պետրոսյանն է գնացել պարզել, թե ինչ նոր հաշվարկներով է սոցիալական ծառայությունը գնահատում մարդկանց ապահով կամ անապահով լինելը։ Սոցիալական աջակցության նոր համակարգի ներդրումից հետո Սյունիքում հարյուրավոր ընտանիքներ զրկվել են ընտանեկան նպաստից։ Թեման լայն քննարկումների շարժառիթ է դարձել։ Մի կողմից սուր քննադատություններ են հնչում, մյուս կողմից իշխանությունը վստահեցնում է նպատակը հենց իրական կարիքավորներին բացահայտելն է։ Գորիսի նախկին փոխհամայնքապետի հրապարակած տվյալներով մեկ տարվա ընթացքում Սյունիքում ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների թիվը 1219-ից նվազել ու հասել է 350-ի։ Այսինքն ընտանեկան նպաստի ծրագրից դուրս է մնացել 869 ընտանիք կամ այլ կերպ նախկին շահառուների շուրջ 71%-ը։ Նախկին փոխհամայնքապետը պնդում է, որ իշխանությունը այս կերպ թղթի վրա է նվազեցնում աղքատության ցուցանիշը։ Ըստ էության ամենաառանցքային հարցը նա է, որ ընտանիքների նպաստից զրկելու համար նախ եւ առաջ պետք է սոցիալ-տնտեսական միջոցառումներ արվեն, ծրագրեր արվեն, այսինքն ընտանիքի անդամները օրինակ աշխատանքով ապահովեն կամ աշխատաշուկայում ներգրավվեն, ընտանիքի եկամտաբերությունը ավելանա, բայց եթե մենք դիտարկում ենք ամբողջ մարզի մասշտաբով, դիտարկենք նաև Գորիս համայնքը, նոր աշխատատեղերի հնարավորություններ, գործարաններ, արտադրություն չունենք։ Միասնական սոցիալական ծառայությունը սակայն ներկայացնում է բոլորովին այլ բացատրություն։ Նոր համակարգն այլևս չի հիմնվում միայն քաղաքացիների ներկայացրած թղթային հայտարարագրերի վրա։ Ընտանիքների սոցիալական վիճակը գնահատվում է ինքնաշխատ եղանակով, պետական տարբեր տեղեկատվական բազաների ստացվող տվյալների հիման վրա։ Հաշվի են առնվում ընտանիքի անդամների եկամուտները, գույքային իրավունքները եւ պետական ռեգիստրներում առկա այլ տեղեկություններ։ Ծառայությունում վստահեցնում են, այդ բազաները պետական են եւ համարվում են հավաստի։ Նոր համակարգով կա նաև հաշվարկման նոր բանաձև, ըստ էության, եթե նախկինում անապահովության սահմանային միավորը 28 միավորներ, ներկայում այլևս անապահովության միավոր հասկացություն գոյություն չունի եւ այն աստիճանով է փոխարինվել, իսկ աստիճան իրենց ներկայացնում է դրամական միավոր, այն նվազագույն սպառողական զամբյուղն է եւ ըստ էության անապահովության նպաստալու ստանալու իրավունք տվող սահմանային որը 35875 դրամ եւ անապահովության գնահատման նոր համակարգում որպես սահմանային շեմ դիտարկվում է այդ գումարը եւ ընտանիքի ամբողջական եկամուտը հաշվարկվում է ընտանիքի յուրաքանչյուր հաշվարկային անդամի համար։ Նոր մեխանիզմը հուլիսի 1-ից արդեն ներդրվել է ամբողջ հանրապետությունում, սակայն գլխավոր հարցը մնում է բաց, արդյոք նոր համակարգը իսկապես բացահայտել է այն ընտանիքներին, որոնք իրականում աջակցության կարիք ունեն, թե դրա հետևանքով սոցիալապես խոցելի որոշ ընտանիքներ դուրս են մնացել պետական աջակցությունից։ Այս հարցի պատասխանը հավանաբար կտան արդեն նոր համակարգի կիրառման արդյունքներն ու քաղաքացիների դիմումները։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Ապրանքների QR կոդերով դրոշմավորման համակարգը Հայաստանի գործարար շրջանների դժգոհության հերթական շարժառիթն է դարձել։ Գործարար աշխարհի ներկայացուցիչների կարծիքով սա քաղաքացիների ուսերին դրված հերթական ֆինանսական բեռն է։ Կաթնամթերքից, մսամթերքից մինչև վառելիք եւ դեղորայք արթնանում է, սուտեսնում, առաջնային սպառման ապրանքները թանկացել են։ Տնտեսվարողների կողմից յուրաքանչյուր QR կոդի համար վճարվում է 2.5 դրամ։ Մասնագետները նշում են, որ դա ապրանքների ինքնարժեքը բարձրացնում է 5-ից 7%, քանի որ տնտեսվարողը ինքն է վճարում QR-ների տպագրության համար, այսինքն ծախս է կատարում, դրա համար էլ ապրանքը թանկանում է։ Մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է շուկան, եթե լինեն գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ապա վարույթ կհարուցվի։ Որ ժամին Երևանի որ թաղամասում ջուր կլինի, որտեղ ոչ։ Մայրաքաղաքի ջրամատակարարման նոր գրաֆիկը հուլիսի 1-ից է սկսել գործել։ Ամիսներ առաջ Veolia-ի որոշումը ջրամատակարարումը մայիսից կրճատելու մասին 2 ամսով հետաձգվել եւ Երևանից է ուժի մեջ մտել ընտրություններից հետո։ Ամառվա շոքին ջուրը ժամով ստանալու որոշումը երևանաբնակների դժգոհությունն է հարուցել։ Սառնորակ կաղբյուրներով հայտնի մեր երկրում արդյոք ջրի պակաս կա, թե դրա կառավարման խնդիր ունենք։ Արմեն Աթալյանի ռեպորտաժում։
Արդեն 2 օր է Երևանաբնակների մի մասը ֆիքսել է, որ այլևս չի օգտվում շուրջօրյա ջրամատակարարումից։ Հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 16-ը բաժանորդների մի մասի համար սկսել է գործել ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմը։ Սահմանափակումները վերաբերում են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների տարբեր հասցեների։ Մի շարք հասցեներում գործում է 19-ժամյա ռեժիմ, իսկ վարչական շրջանների որոշ հասցեներում էլ պահպանվել է շուրջօրյա ջրամատակարարումը։ Այս տեղեկատվությունը ամիսներ առաջ սպրդեց լրատվական դաշտ եւ այն ժամանակ ոլորտը համակարգող պետական կառույցների ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ։ Վիոլան, երբ որ նման որոշում է կայացրել, քննարկել է կոմիտեի հետ գրաֆիկի փոփոխությունը։ Դուք տեղյակ եք եղել ինչ հայտարարություն տարածել։ Մեզ հետ համաձայնեցրած չի եղել։ Իսկ այդպես լինում է, որ դեզ այդ կոմիտեի հետ չհամաձայնեցած գրաֆիկ են փոխում։ Դե փաստացի եղել է, տեսնում եք։ Ամիսներ առաջ կայացրած իր որոշումը Վիոլան բացատրել էր նոր սպառողների թվաքանակի աճով, ակտիվ կառուցապատմամբ, եղանակային գործոններով, համակարգի տեխնիկական հնարավորություններով եւ ջրային աղբյուրների մոտ 24% նվազմամբ։ Այլ կերպ տեղեկացվում էր այն մասին, որ գիշերային սահմանափակման նպատակն է նվազեցնել անհարկի կորուստները եւ ցերեկային ժամերին ապահովել ավելի կայուն ջրամատակարարում։ Մեր խնդիրը Veolia-ի հետ այս պահին այն է, որ այդ ժամանակացույցը մենք կարծում ենք, որ կարելի է լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածներ։ Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ, մենք կունենանք ժամերի ավելացում։ Քանի որ ժամանակը նախընտրական էր, իսկ հասարակության արձագանքը բացասական, պետական կառույցների ներկայացուցիչների կողմից հնչեցին հայտարարություններ, թե ջրամատակարարման գրաֆիկում բացասական տեղաշարժեր չեն լինելու։ Թեման էլ այսպիսով փակվեց։ Հիմա այլևս ընտրությունները թիկունքում են եւ հանրության կարծիքն այնքան էլ էական չէ, հավանաբար։ Դա է երևի պատճառը, որ նախապես հրապարակված գրաֆիկում որևէ դրական տեղաշարժ այդպես էլ չեղավ, նշում են փորձագետները։ Չեմ կարող չհիշել հայտարարությունն առայն, որ կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։ Նախընտրական շրջանում խոսում էին, որ իրենք կանեն ամեն ինչ, խոսում էին, որ Veolia-ի ռեսուրսը պետքա ճիշտ օգտագործել, այս անել են անել։ Թեմայի շրջանակում քննարկումներն ամեն անգամ բերում են նույն եզրահանգման։ Ջրամատակարարումը կբարելավվի, եթե փոխվեն ջրատար խողովակները, նվազեցվեն ջրի կորուստները, բարելավվի ջրերի կառավարման process-ը։ Մենք տարին 12-ից լսում ենք ենթակառուցվածքների փոփոխությանն ու ջրային ռեսուրսների կառավարման բարելավման ուղղված ծրագրերի մեկնարկի մասին, բայց չկան հստակ հաշվարկներ, թե որքանով է նվազել խմելու ջրի կորուստը եւ ինչպես է դա անդրադարձել ջրամատակարարման գրաֆիկի վրա, նշում են մասնագետները։ Եվ հացն այստեղ միայն հարմարավետությունը չէ, երբ հատկապես ամառվա շոգին մարդիկ ավելի շատ ջրի կարիք ունեն։ Խնդիրը նաեւ առողջապահական է։ Ջրամատակարարման ընդհատումից հետո չպետք է մոռանանք, որ մեր ցանցը, այսպես ասած, հին է, խողովակները հին են, անընդհատ ջրային հոսքի ընդհատումը կարող է առաջացնի նաև ռիսկեր արդեն առողջապահական տեսանկյունից։ Մեծ հաշվով Veolia-ի բարձրացրած խնդիրները եւս մնում են անարձագանք։ Խոսքը Երևանում նոր բարձրահարկերի եւ թաղամասերի կառուցման մասին է։ Չկան հաշվարկներ, թե որ աղբյուրներից են դրանց բնակարանները սպասարկելու։ Ոնց են այդ առաքելության տակից դուրս գալու նշված տարածքների ջրատար հնամաշ դառն ապրած խողովակները։ Արմեն Աթելյան, ժամալրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Ինչու է Հայաստանում գիտությունը անհրապույր երիտասարդների համար։ Գիտնականների թիվն ուղիղ համեմատական է գիտությանը ֆինանսական հատկացումներին։ Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության վերապրողներից վերջինը, Մերի Վարդանյանը, 112 տարեկան էր։ Եվ կենթանաբանական այգին նոր բնակիչներ ունի՝ Նանոն ու Մանոն, մանուլների կատված հեղատեսակից։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը 36-ն է, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Ինչու է գիտության ոլորտը անհրապույր երիտասարդների համար։ Մեր երկրում գիտնականների թիվը օր-օրի պակասում է, փորձառու գիտնականները բարձր վարձատրության եւ արտասահմանում գիտական լուրջ ձեռքբերումների ակնկալիքով լքում են երկիրը։ Երիտասարդ կադրերն էլ գիտությամբ զբաղվելու ցանկություն չունեն։ Դարձյալ ֆինանսական նկատառումներից ելնելով նաեւ ժամանակակից գիտահետազոտական միջավայրի եւ գիտության զարգացման արդյունավետ ռազմավարության բացակայության պատճառով։
Գիտությունը երկրի զարգացման կարևոր ուղղություններից է ու սա անվիճարկելի ճշմարտություն է։ Սակայն ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ այսօր այն հայտնվել է լուրջ մարտահրավերների առաջ։ Մասնագետների դիտարկմամբ Հայաստանում գիտնականների թիվը քիչ է, իսկ փորձառու կադրերի հեռացումը ել ավելի է նկատելի դարձնում բացը։ Պատճառները ըստ փորձագետների տարբեր են՝ սահմանափակ ֆինանսավորում, ոչ մրցունակ աշխատավարձեր եւ արտերկրում ավելի բարենպաստ պայմանների առկայություն։ Կազմում է հնայի դրա ամբողջ 33-36 ամենաշատը եղել է։ Իսկ այնպիսի երկրներ, որտեղ գիտնականները վազելով գնում են, գիտության ֆինանսավորումը կազմում է մինչև հնայի 7%, օրինակ Իսրայել կամ Հարավային Կորեա։ Կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ հնայի 1%-ի, որի շուրջ 0.75%-ը նախատեսվում է հատկացնել պետության, 0.25%-ը մասնավորի միջոցների հաշվին։ Մասնագետների կողմից իրականացված հետազոտությունները վկայում են, որ գիտական ներուժի պահպանման համար Հայաստանը պետք է ունենա առնվազն 7500 գիտնական։ 1 միլիոն բնակչություն հասնում է 1400 գիտնական Հայաստան։ Նույն թիվը Ադրբեջանում 1680 է, Վրաստան 1750 թե 1760 է, Թուրքիան մոտավորապես 3000 է, Ռուսաստանը 3000-ից մի քիչ ավել է, Միացյալ Նահանգներում 4000-ից ավել է, Հյուսիսային Եվրոպայի երկրները գիտնականների թիվը հասնում է մինչև 8000-ին։ Խորհրդային Միության վերջին տարիներին Հայաստանում գիտնականների թիվը ավելի մեծ էր, ասում են փորձագետները։ Նրանց պնդմամբ այդ ցուցանիշով Հայաստանը աշխարհի առաջատար տասնյակում էր։ Ըստ մասնագետների հատկապես մտահոգիչ է փորձառու գիտնականների հեռանալը երկրից։ Տարիների ընթացքում ամբարած գիտելիքն ու կուտակված փորձը դժվար է կարճ ժամանակում փոխանցել նոր սերնդին։ Ամենակարևորը իսկ կարծում ֆինանսական բաղադրիչն է, առաջինը, որ պետք է ապահովի միջազգային համագործակցության ծրագրերը մեր մոտ շատ թույլ են, կան որոշակի գիտահետազոտական կազմակերպություններ, բուհեր, որոնք իրենց ուժերով կարողանում են միջազգային համագործակցություն ծրագրեր իրականացնել, բայց դրանք այդքան էլ արդյունավետ չեն։ Ոլորտի խնդիրների լուծումը ըստ փորձագետների պահանջում է համալիր մոտեցում, ֆինանսավորման ավելացում, մրցունակ աշխատավարձեր, երիտասարդ գիտնականների համար զարգացման հստակ հնարավորություններ, ժամանակակից գիտահետազոտական միջավայր եւ այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա ոչ միայն պահպանել գործող մասնագետներին, այլև վերադարձնել գիտությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի ոչ թե 1, այլ 2 տարի կառավարության նիստում են որոշել, կփոխվեն նաև քննական թեստերը։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում այսօր խմբակցության ղեկավարի թեկնածու է ընտրվել Արուսյակ Մանավազյանը։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Վարչական դատարանը բավարարել է հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության։ Սուրբ Հովանավանքում համաձայն դատարանի որոշման մայրաթորի դիմումից հետո ոստիկանությունը դրսևորել է անգործություն, ինչը եղել է ոչ իրավաչափ։ Դատարանը նշել է, որ եկեղեցու ներքին կազմակերպման եւ պաշտամունքային տարածքների օգտագործման կարգը սահմանելը բացառապես մայրաթորի իրավասու մարմինների լիազորությունն է։ Հիշեցնենք, հայ առաքելական Սուրբ եկեղեցին կարգալույծ է հռչակել Հովանավանքի հոգևոր հովիվներից Տեր Արամին, դասելով աշխարհականների շարքին Ստեփան Ավազանի անունով, սակայն վերջինս շարունակում է մնալ եկեղեցում եւ հրաժարվում է դադարեցնել հոգևոր ծառայությունը, թեպետ ըստ մայր եկեղեցու այդ իրավասությունը չունի։ Խորհրդարանում քննարկել են դրոշի մասին օրենքում փոփոխություններ կատարելու իշխանական падգամավորների առաջարկը։ Համաձայն դրա համայնքների եւ բնակավայրերի հիմնական մուտքերի մոտ օրենսդրությունը կպահանջի տեղադրել Հայաստանի պետական դրոշը։ Նախագծի հեղինակներն առաջարկը հիմնավորել են այն հանգամանքով, որ ներկայում վարչատարածքների մուտքերի առջև ըստ հայեցողության է տեղադրված դրոշը։ Որոշ դեպքերում այն պատշաճ վիճակում չէ, իսկ հարցն օրենքով կարգավորելով կձևավորվի մեկ միասնական մոտեցում։ 112 տարեկանում մահացել է հայոց ցեղասպանության վերջին ականատես վերապրողներից Մերի Վարդանյանը, այս մասին հայտնել է նրա թոռնուհին։ Մերի Վարդանյանը Կիլիկիայի այն թափից էր, նրա մանկության առաջին հիշողությունները ցեղասպանության արյունոտ ողբերգության մասին էին։ Բագրևան թաղամասի տարածքում իրավապահները առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի են բացահայտել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների դեմ պայքարի ծառայողների օպերատիվ գործողություններից հետո խումբը վնասազերծվել է։ Իրավապահները պարզել են ենթադրյալ հանցավոր խմբի անդամների թվաքանակը, ինքնությունն ու աշխատանքային գրաֆիկը։
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում բախվել են Volkswagen եւ Chevrolet մակնիշների ավտոմեքենաները, որից հետո երբ վարորդները եւ ուղևորները իջել են մեքենաներից եւ փորձել ընդհանուր հայտարարի գալ, Saturn մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդին եւ ուղևորին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, մյուս քաղաքացուն մարմնական վնասվածքներով տեղափոխել են բժշկական կենտրոն։ Երևանի կենթանաբանական այգու այցելուներն արդեն կարող են տեսնել վայրի կատվազգիների յուրահատուկ ներկայացուցիչներին, մանուլների կարմրավուն ենթատեսակին, մանոյին եւ նանոյին։ Կենթանաբանական այգուց հայտնում են, որ մանուլը Հայաստանի կենթանական աշխարհի համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ, որքան կտևի տապը, Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը, իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես հյուսիս-արևելյան գոտիներում։ Ջերմաստիճանը վաղը կբարձրանա եւս 3 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 23-ից 28 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 30-ից 36, Լոռիում 26-ից 29, Տավուշում 30-ից 35 աստիճան, Հարերատում, Արմավիրում կդիտվի 33-ից 36, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 30-ից 34, Սյունիքի նախալեռներում 24-ից 28 աստիճան, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 18-ից 20, ցերեկը 33-ից 35, երեկոյան 26-ից 29 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։